Ողջույն հարգելի հեռուստադիտող, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի թվային բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Այսօրվա մեր խորագիրն է կրկին Bitcoin և Ethereum թվային տնտեսության երկու ուսումները։ Սույն թեմայի առաջին մասում մենք ներկայացրինք բլոկչեյն բաշխված գրանցամատյանների և DLT-ների կառուցակարգերը, գործարքների վավերացման, աշխատանքի ապացույց Proof of Work և վալիդատորների կողմից ապացույցի համակարգը Proof of Stake։ Բլոկչեյն և գրանցամատյանների համատության դեպքում մենք պատկերավոր ելակետ ընդունեցինք այն, որ բոլոր քառակուսիները ուղղանկյուն են, բայց ոչ բոլոր ուղղանկյուններն են քառակուսիներ։ Ըստ այդմ արձանագրեցինք, որ բոլոր բլոկչեյնները DLT-ներ են, բայց ոչ բոլոր DLT-ներն են բլոկչեյն։ Մենք սկսեցինք երկու լիդեր կրիպտո արժույթների Bitcoin-ի և Ethereum-ի բովանդակային համեմատական վերլուծություն։ Արձանագրեցինք, որ ունենք Bitcoin-ի թվային ոսկի ընդդեմ Ethereum-ի ծրագրավորվող փողի։ Շեշտենք, որ այս տարբերությունը արտահայտվում է երկու կրիպտոարժույթների տնտեսական տրամաբանությունում։ Bitcoin-ի ճարտարապետությունը կառուցված է սակավության շուրջ։ Երբևիցե նրա ծավալը չի կարող գերազանցել ավելի քան 21 միլիոն հատ Bitcoin։ Այդ սահմանափակումը ներդրողների համար նշանակում է արժեքի պահպանման միջոց։ Ethereum-ը գործում է այլ տրամաբանությունում։ Այստեղ հիմնական արժեքը ոչ միայն կրիպտոփողն է, այլ էկոհամակարգը ամբողջությամբ, որովհետև Ethereum-ը հանդիսանում է ցանցի չակերտավոր վառելիքը, որի միջոցով աշխատում են բոլոր հավելվածները Smart պայմանագրերը։ Այս պատճառով Ethereum-ը հաճախ անվանում են ծրագրավորվող փող։ Bitcoin-ի անփոփոխ էությունը ընդդեմ Ethereum-ի էվոլյուցիայի։ Bitcoin-ի մշակման կարևոր սկզբունքը կարող ենք ասենք մեկ բառով՝ կայունություն։ Ներդրողների համար սա նշանակում է բարձր կանխատեսելիություն և ցածր տեխնոլոգիական ռիսկեր։ Ethereum-ը ունի հակառակ մոտեցումը, այն մշտապես զարգանում է, թարմացվում է և ընդլայնվում։ Եթե Bitcoin-ի նման է թվային ոսկու պահոցի, ապա Ethereum-ը ավելի շատ հիշեցնում է արագ զարգացող տեխնոլոգիական քաղաք։ Վերը նշվեց, որ 2022 թվականին պատմական փոփոխության հաշվին ցանցը անցավ վալիդատորների կողմից վավերացման Proof of Stake, որը էներգախնայողության հեղափոխություն էր։ Դրա արդյունքում ցանցում անվտանգությունը ապահովում էր ոչ թե մայներները, այլ վալիդատորները, որոնց առեցնում էին իրենց Ethereum-ի որոշակի քանակը ցանցում, արդյունքը տպավորիչ էր։ Ethereum-ի էներգասպառումը կրճատվեց ավելի քան 99.5%-ով, այն դարձնելով աշխարհի ամենաարդյունավետ խոշոր բլոկչեյն համակարգերից մեկը։ Bitcoin-ի և Ethereum-ի փողերի տարբեր հաշվառման տարբերության խնդրին մենք անդրադարձանք նախորդ հաղորդման ընթացքում։ Bitcoin-ում կիրառվում է թվային առանձին մետաղադրամներով վճարումը, որը շատ նման է թղթադրամներով վճարմանը։ Ethereum-ը գործում է հաշվեկշռի մոդելով, ինչպես բանկային հաշվեհամարում։ Այս մոդելը ավելի հարմար է բարդ տնտեսական հարաբերությունների համար։ Իսկ հիմա եկեք դիտարկենք այն կարճ, բայց բուրդ ժամանակահատվածը Ethereum-ի անցած մեծ ճանապարհը։ Հաճախ ասում են, այս ոլորտում ժամանակը հաշվում են շան տարիքով։ Այստեղ մեկ տարին հավասար է 7-ի։ Եվ այնինչ ավանդական ֆինանսներում կատարվում է տասնամյակներում, այստեղ կրիպտո աշխարհում տեղի ունենում ընդամենը ամիսների ընթացքում։ Անդրադառնանք Ethereum-ի զարգացման փուլերին։ Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինի և մշակողների կողմից ցանցի զարգացումը բաժանվեց 4 հիմնական փուլերի, որոնցից յուրաքանչյուրը լուծում էր անվտանգության, մասշտաբայնության և արդյունավետության խնդիր։ Փուլ առաջին Frontier 2015 թվական հուլիս ծնվեց
առաջի Ethereum-ի հում տարբերակը այն նախատեսված էր ծրագրավորողների համար, որպեսզի նրանք փորձարկեն smart կոնտրակտները, պայմանագրերը և սկսեն mining-ը։ Ցանցը ուներ բարձր ռիսկայնության աշյան, բայց ապացուցեց իր կենսունակությունը։ Երկրորդ փուլ Homestate 2016 թվական մարտ։ Առաջին կայուն վերսիան էր սա, բարելավեց անվտանգությունը, թարմացվեց smart պայմանագրերի լեզուն Solidity։ Հարթակը պատրաստ էր առևտրային գործարքների համար։ Հենց այս փուլում ծնվեց Initial Coin Offering, որը արժեթղթերի IPO-ների անալոգն է, երբ հարյուրավոր նոր նախագծեր սկսեցին թողարկվել իրենց թոքենները Ethereum-ի ERC-20-ի հիմքի վրա։ 2016 թվական հունիս-հուլիս թվային ինքնավար կազմակերպությունների DAO-ների ճգնաժամը, Hard Fork, Ethereum Classic-ի առաջացումը կամ փիլիսոփայական ճգնաժամը։ 2016-ին Ethereum-ի հիմնադիր Վիտալիկ Բուտերինը և թիմը կանգնեցին ծանր ընտրության առաջ՝ թողնել ամեն ինչ ինչպես որ կա, հավատարիմ մնալ բլոկչեյնի գլխավոր սկզբունքին, կոդն օրենք է։ Եթե կոդը թույլ է տվել հաքերի վտանգել ներդրողների միջոցները, ուրեմն դա վավեր գործարք է, բայց սա կնշանակեր Ethereum-ի կործանում, քանի որ շուկայի ծավալի 14%-ը կհայտնվեր հաքերի ձեռքում։ Միջամտել և ժամանակը հետ տալ։ Hard Fork արհեստականորեն փոխել բլոկչեյնի պատմությունը, չեղարկել հաքերի գործարքը և գումարները վերադարձնել տուժածներին։ Սա կփրկեր ներդրողներին, բայց կխախտեր բլոկչեյնի անփոփոխելիության սրբազան կանոնը։ Տեղի ունեցավ պառակտում և Ethereum Classic-ի ծնունդը 2016 թվականի հուլիս։ Համայնքի մեծամասնությունը 85% և խոշոր բորսաները քվեարկեցին Hard Fork-ի կոշտ բաժանման օգտին։ 2016 թվականի հուլիսի 20, 1.920.000 բլոկում Ethereum-ը շղթան բաժանվեց երկու անկախ ուղղությունների։ Առաջացավ Ethereum-ի նոր սրբագրված շղթան, մշակողների թիմը փոխեց կոդը, հաքերից վերցրին գողացված Ethereum-ները և smart պայմանագրերի միջոցով վերադարձրին տուժածներին։ Ethereum Classic-ը հին, բնօրինակ շղթան է։ Իդեալիստների մի փոքր խումբ հրաժարվեց անցնել նոր շղթայի։ Նրանք հայտարարեցին, որ բլոկչեյնը չի կարող կառավարվել մարդկանց ցանկությամբ։ Պատմությունը փոխելը հանցագործություն է ընդդեմ գաղափարախոսության։ Տնտեսագիտական և փիլիսոփայական հետևանքները։ Կոդն օրենք է ընդդեմ մարդկային կոնսենսուսի։ Ethereum Classic-ը մինչ օրս աշխատում է աշխատանքի ապացույց մայնինգի մոդելով, իսկ հիմնական Ethereum-ը ցույց տվեց, որ կարևոր է սոցիալական կոնսենսուսը և էկոհամակարգի կենսունակությունը։ Երբեմն սա ավելի կարևոր է, քան կոդի տառացի անդրդվելի պահպանումը։ Ethereum-ի օրական առևտրի ծավալները հասնում են 10-ից 20 միլիոն դոլարի, իսկ բարձր ակտիվության օրերին դրանք ավելի շատ են։ Այն բացարձակ լիկվիդային է աշխարհի բոլոր կարգավորվող և ապակենտրոնացված բորսաներում։ Ethereum Classic-ի ծավալները սովորաբար չեն գերազանցում 200 միլիոնից 500 միլիոն դոլարը։ Լիկվիդայնությունը ուղղակի բավարար է զուտ թրեյդինգների համար, բայց խոշոր կապիտալի համար այն ուղղակի հետաքրքիր չէ։ Ethereum-ը շուկայում գրավում է երկրորդ տեղը, իսկ Ethereum Classic-ը ունի փոքր 15-18%, և հարկ է նշել, որ Ethereum-ը հանդիսանում է բոլոր ապակենտրոնացված ֆինանսների, DeFi-ների և թոքենացված իրական ակտիվների 60-ից 70%-ի տեղակայման վայրը։ Ethereum-ի հիմնական և երկրորդ շերտի վրա Arbitrum, Optimum
եւ այլ տեղակայված ընդհանուր արժեքի ծավալը հասնում է միլիարդավոր դոլարների։ Էթերիում կլասիկը նման դերակատարություն չունի։ Այսպիսով, այս տրոհումը հանդիսացավ Էթերիումի համար յուրօրինակ պատվաստում։ Այս ստիպեց ծրագրավորներին ավելի լուրջ մոտենալ սմարթ պայմանագրերի աուդիտին։ Դրա արդյունքում հնարավոր դարձավ միլիարդավոր դոլարների հասնող ապակենտրոնացված ֆինանսների, DeFi-ների և թոքենիզացված իրական ակտիվների շուկաների գոյությունը։ Շուկան հստակ ընտրություն կատարեց։ Էթերիումը վերածվել է տնտեսական հզոր մայրուղու, որով շարժվում է ֆինտեխը, թոքենիզացիան։ Իսկ Էթերիում կլասիկը մնացել է որպես թվային թանգարանային նմուշ, որը ապացուցում է կոդն օրենք է, բայց այն չունի այդ լայն կիրառությունը տնտեսական։ Դիտարկենք երրորդ փուլը՝ Մետրոպոլիս 2017-2019 թվականներ։ Այս փուլը չափազանց բարդ էր և բաժանվեց երկու ենթափուլերի՝ Բյուզանդիում և Կոնստանտինոպոլիս։ Նպատակներ՝ պատրաստել ցանցը հաջորդ մեծ անցմանը, ներդրվեցին գաղտնիության նոր տարրեր, թեթևացվեց սմարթ պայմանագրերի կատարման գործընթացը և նվազեցվեց այսպես կոչված գազի, որը նշանակում է միջնորդավճարների վճարում գործարքների համար 2017-18 թվականներ, կրիպտոների հիմնական առաջարկի բումը Initial Coin Offering և ապակենտրոնացված ֆինանսական հարթակների DeFi-ի զարգացումը։ Չորրորդ փուլը՝ Էթերիումի երկրորդ շերտը, անցում դեպի մասշտաբայնացում։ Սա Էթերիումի պատմության ամենակարևոր հեղափոխական փուլն է, որը վերջնականապես փոխեց ցանցը։ Այն իրականացրեց մի քանի առանցքային քայլերով։ The Beacon Chain 2020 թվականի դեկտեմբեր գործարկվեց զուգահեռ աշխատող Proof of Stake ցանցը, որտեղ մարդիկ արդեն կարողանում էին սառեցնել, stake անել իրենց էթերիումները, բայց այն դեռ կապված չէր հիմնական ցանցի հետ։ The Merge 2022 թվական սեպտեմբեր Էթերիումի պատմության ամենամեծ տեխնոլոգիական ձեռքբերումը։ Հին ցանցի աշխատանքի ապացույց միավորվեց նոր ցանցի վալիդատորների ապացույցի հետ։ Ցանցի էլեկտրոէներգիայի սպառումը կրճատվեց 99.95%-ով։ The Shanghai Capella 2023 թվական ապրիլ օգտատերերին հնարավորություն տրվեց ազատորեն հանել սթեյքինգում պարգևավճարները, ստացված էթերիումները և կուտակված տոկոսները ստայտում։ 2021 թվական օգոստոս London Hard Fork կոշտ բաժանում գազի այրում դեֆլյացիոն մեխանիզմ ներդրվեց EIP 1559 արձանագրությունը, որը դարձավ Էթերիումի տնտեսական մոդելի կարևոր բարեփոխումներից, որը ըստ էության բիտքոյնի հալվինգի հակակշիռն էր։ Մինչ այս Էթերիումը տառապում էր գազի, այն է կրիպտո միջնորդավճարների անկախատեսելի թռիչքներով։ Իր տնտեսական մոդելը զուտ ինֆլյացիոն էր։ Ինչպես էր աշխատում համակարգը մինչև այս նախկինում Էթերիումը գործում էր առաջի գնի աուկցիոնի մոդելով։ Եթե ցանցը ծանրաբեռնված էր, օգտատերերը ստիպված էին կուրորեն գուշակել, թե որքան միջնորդավճար պետք է վճարել, որպեսզի մայներները իրենց տրանզակցիան առաջինը ներառեն բլոկի մեջ։ Ով ավելի բարձր գիներ առաջարկում, նրա գործարքը կատարվում էր։ Ամբողջ միջնորդավճարը գնում էր մայների գրպանը։ Սա հանգեցնում էր գազի կամ միջնորդավճարների գների արագ աճին 10-20 անգամ, ինչ փոխվեց EIP 1559-ի հետո։ Այս թարմացումից հետո միջնորդավճարը բաժանվեց երկու մասի՝ բազային վճար և թեյավճար։ Բազային վճարը այն նվազագույն գումարն է, որը անհրաժեշտ է տրանզակցիան բլոկի մեջ ներառելու համար։
այն հաշվարկում է ավտոմատ, ալգորիթմիկ եղանակով, կախված նախորդ բլոկի ծանրաբեռնվածությունից։ Օգտատերերը այլևս գուշակություններ չէին անում։ Գազի այրում սա ամենահեղափոխական մասն է։ Այդ բազային վճարը այլևս չի գնում վավերացնողներին, այն ընդմիշտ ոչնչացվում է, այրվում է համակարգի կողմից, դուրս գալիս շրջանառությունից։ Թեյավճարը կամավոր վճար է, որը օգտատերերը կարող են ավելացնել թվային բազային վճարներին իր տրանզակցիան ավելի արագ մղելու համար։ Այս մասը մնում է վավերացնողների։ Ինչ է դեֆլյացիոն մեխանիզմը։ Մինչև այս թարմացումը էթերիումի էմիսիան միայն աճում էր։ Ամեն բլոկի հետ ծնվում էր նոր էթերիում։ EIP 1559-ից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ ցանցը ակտիվության զուգահեռ ավելի շատ էթերիում էր այրվում, քան թողարկվում։ Տնտեսագիտական բանաձևը։ Եթե այրվող էթերիումի բազային վճարը մեծ է նոր թողարկվող էթերիումի բլոկի պարգևատրումից, ապա էթերիումի ընդհանուր առաջարկը սկսում է նվազել։ Սա հենց դեֆլյացիոն մեխանիզմ է։ Էթերիումը դառնում է ամբողջությամբ դեֆլյացիոն ակտիվ։ Ինչու է սա կարևոր։ Կանխատեսելիություն օգտատերերի և դապսերի ծրագրավորողների համար գործարքի գազի վճարը կամ միջնորդավճարը դարձավ հասկանալի և կայուն։ Տնտեսական արժեք ներդրողների համար այրման մեխանիզմը էթերիումը դարձրեց ավելի եզակի։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գործարք է անում ցանցում, ցանցի բոլոր օգտատերերը տնտեսապես շահում են, քանի որ շուկայում էթերիումի ընդհանուր քանակը պակասում է։ Վիտալիկ Բուտերինի էթերիումի արդիականացման նոր ռազմավարությունը ուղղված էր երկրորդ շերտի ցանցում գործարքների քանակի կտրուկ աճին, վայրկյանում 100,000-ից ավելի։ Դա հավասար է բանկային առկա վճարումների արագությանը։ Այժմ իրականացվում է մի շարք թարմացումներ։ 2024 թվականի մարտին ներդրվեց EIP 4844 թարմացումը։ Այն է երկրորդ շերտը գործարքները աչերտում շատ էժան գազի միջնորդավճարի կիրառում։ Ներկայիս փուլում 2026-ին էթերիումը գտնվում է ավելի լայն մասշտաբայնացման փուլում։ Երկրորդ շերտի լուծումներով արբիտրում, օպտիմում և այլն, դրանցում մշակվում է գործարքների մեծ մասը, իսկ հիմնական ցանցը դառնում է ավելի անվտանգ, էկոլոգիապես մաքուր։ Ամփոփելով կարող ենք նշել, եթե բիթքոինը հավատարիմ է իր սկզբնական կոնսերվատիվ կոդին և կայունությանը, ապա էթերիումը դինամիկ զարգացող օրգանիզմ է, որը անընդհատ վերափոխվում է թվային համաշխարհային տնտեսության գլխավոր ենթակառուցվածք դառնալու մղումով։ Շնորհակալություն մետադարաշրջանում մեզ հետ լինելու համար։ Մեր ամփոփող կարգախոսն է թվային խոսքի իշխանություն։ Առողջ եղեք, կհանդիպենք։